Ու էս է մեր քաղաքական ողբերգությունը։ Բոլորը խոսում են անցյալի ցավից, ու քչերն են խոսում ապագայի ուժից։ Ուրեմն էս էլ ասեմ սովորին արեք։ Թուրքիայի հետ հարաբերությունները կարողանալ են մենակ երկու հիմքի վրա՝ կամ ուժի հավասարակշռության, կամ պարտության հոգեբանության։ Միջանկյալ տարբերակ գոյություն չունի։ Եթե դու ասում ես առանց նախապայմանի, երբ դիմացդ կանգնած պետությունը ոչ միայն չի ճանաչել ցեղասպանությունը, այլ շարունակում է տարածաշրջանային ճնշման քաղաքականությունը, ապա դու գործնականում ասում ես, եկեք ձև բռնենք, թե պատմական հարցերը հետո կլուծվեն։ Բայց պատմությունը ցույց է տվել մի պարզ բան, այ որ պատմությունով հետաքրքրված ելնեիր, մինչև վարչապետի թեկնածուիդ ներկայացնելը, կիմանայիր, որ չլուծված արդարությունը երբեք չի դառնում խաղաղություն։ Այդ ընդհանրապես դառնում է հետաձգված կոնֆլիկտ։ Եթե դու ասում ես ցեղասպանությունը մոռանալ չի կարելի, բայց նույն ժամանակ ասում ես հարաբերությունները կարելի է սկսել առանց որևէ պայմանի, ուրեմն դու ոչ թե լուծում ես հակասությունը, այլ փորձում ես ազգին միաժամանակ համ ցավ վաճառես, համ էլ այդ ազգի վրա հաշտեցում վաճառես։ Մի ձեռով պատմական վերք ես ցույց տալի, մյուս ձեռով այդ վերքի վրա առանց նախապայմանի քաղաքական ժպիտ ես նկարում։ Ապա այդ արդեն դիվանագիտություն չի, այդ քաղաքական ֆոտոշոփ է։ Դրա համար այդքան մի տարվեք այդ արհեստական ինտելեկտով ու քաղաքական ֆոտոշոփով, որտեղ ձեզ բերում է նրան, որ անգամ ուղիղ տրված հարցերին լրիվ ուրիշ բան եք պատասխանում։ Ու հաջորդ դրվագը հենց դրա մասին է, քեզ մի հատ կարևոր